Տիկին Բադելյան, նախ հանձնաժողովի նախագահի պաշտոնի հետ կապված առողջապահության հարցերի, այսպես թափուր է պաշտոնին ու փոխարինող Ռուբսիանյանի հետ սկանդալային հեռացումից հետո հանձնաժողովը չի գտնում։ Ինչ որ թեկնածուներ կան քննարկվող, հնարավոր է կամ դուք նորից, չգիտեմ, վերադառնաք այդ պաշտոնին։ Շնորհակալ եմ, թեկնածուներ կան, այս բանի խմբակցությունը քննարկում է եւ իր ընտրությունը պիտի կատարի, որպեսզի հանձնաժողովում աշխատանքները վերականգնվեն։ Ում թեկնածությունն է քննարկվում։ Կարծում եմ, որ խմբակցության նիստից հետո արդեն պաշտոնապես մենք դեր ենք։ Դուք նորից առաջադրվել եք դե։ Ոչ։ Չէ։ Երբ ինչ որ ժամկետ կա, որ որոշված է ասկել ժամկետում պիտի արդեն վերջնական որոշում կայացվի ու ընտրվի նախագահը։ Կարծում եմ, որ հստակ ժամկետներ չկան նախանշված, բայց հնարավորինս շուտ պետք է իրավիճակը կարգավորել, որովհետև հանձնաժողովում բավականին շատ աշխատանքներ կա կատարելու եւ հանձնաժողովի նախագահի անհրաժեշտությունը կա։ Տիկին Բադելյան, ԱՄՆ փոխնախագահի այցի հետ կապված տարբեր քննարկումներ եղան, այսպես իշխանական թեև այսպես շատ ճոխ ներկայացնում է արդյունքները, ընդդիմադիր շրջանակները քննադատում են, ասում են, որ սա բացառապես Միացյալ Նահանգները այս ամենը իր շահերի նպատակով է իրականացնում այս հայտարարությունները, այ ընդհանուր եթե ամփոփենք այս այցերին վերաբերյալ ինչ կարող եք ասել։ Նորմալ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջնորդվում է իր շահերով, ու ընդհանրապես նորմալ է, որ ցանկացած երկիր առաջնորդվում է բացառապես իր շահերով։ Իսկ Հայաստանը առաջնորդվում իր շահերով։ Այս այցը ինչ տվեց, այդ Հայաստանի ինչ շահեց այս այցից։ Հայաստանը շահել է նոր ներդրումներ, Հայաստանը շահել է նոր պայմանավորվածություններ, Հայաստանը ընդհանուր առմամբ այս այցից եւ այս համագործակցություններից միայն շահել է։ Եվ կարծում եմ, որ դրա արդյունքները առաջիկայում շատ ավելի տեսանելի կլինեն։ Ինչ արդյունքներ կլինեն։ Շատ մեծ արդյունքներ կլինեն, օրինակ թրիփը կգործադրվի, ամենայն հավանականությամբ վերջապես սահմանները կապաշրջափակվեն։ Տիկին Բադելյան, թրիփի հետ կապված, նայեք, փորձագետները, թե ընդդիմադիր պատգամավորները, փորձագետները ասում են Հայաստանի ինքնիշխան տարածքից 40 կիլոմետր ավել տվել է, բայց ընդամենը իրեն բաժին է ասնում 24% մասնաբաժին։ Այդ հաշվարկը ո՞նց է իրականացվել։ Այդ հաշվարկը եղել է ներդրումների մեծությամբ, այսինքն որքան մեծ է մասնաբաժինը, այնքան մեծ են ներդրումները եւ կարծում եմ, որ սա հրաշալի եւ նորմալ գործարք է, բացարձակապես որևէ վտանգ իրենից չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար եւ ընթացքում էլ այդ մասնաբաժնի հարաբերակցությունները իհարկե փոխվելու են ներդրումներ անելու հնարավորությունների աճման զուգընթաց եւ այստեղ որևէ խնդիր չկա, ես չգիտեմ դուք ում եք համարում փորձագետ, որովհետեւ այսօր շատ փորձագետները շատ բոլորս էլ ինչպես ես, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լսում են բոլոր դու ասած փորձագետներին, տնտեսագետներին եւ անում են դրա հակառակ։ Տիկին Բադելյան, բայց պետք է նաեւ հակառակ կարծիքը չընդունել։ Իհարկե, չէ, թե հակառակ է նշում եմ սխալ է։ Եթե ընդունելի է այդ կարծիքը, իհարկե բոլորը ընդունում են, բայց սա ամենաանհետ հատվածն էր, որը որ որևէ փորձագետ իրեն թույլ է տվել շահարկել, որովհետեւ դա իրոք անհեթեթություն է, որովհետեւ մեծ մասնաբաժինը այս դեպքում, այս նախագծի պայմաններում ենթադրում է մեծ ներդրումները ենթադրում են Հայաստանի Հանրապետության ավելի մեծ եկամուտներ, ավելի մեծ շահույթներ եւ ավելի մեծ հնարավորություններ։ Տիկին Բադելյան, մուտքեր պետբյուջե։ Արչևում ընտրություններն են նախընտրակից ցուցակի ձևավորվում է, թե չեմ սխալվում 13-ից 15 վարչությունը պետք է այ ինչ սպասելիքներ ունեք, ձեզ հաջողվել է ձեր թիմակիցների այս վստահությունը վերցնել, կտեղ կգտնեք ցուցակում, թե չէ, ինչ կամ որ դիրքերը կզբաղեցնեք։ Բացարձակ չեմ պատկերացնում, բացարձակ կանխատեսում անել չեմ։ Քանի որ դուք շատ պասիվ եք վերջին շրջանում, խորհրդարանում, ելույթներ քիչ եք ունենում, սա ինչ ազդեցություն կունենա։ Եթե համարում եք, որ ես պասիվ եմ, դու ելույթներից դատելով նախագծերի, որ ես պասիվ եմ, ապա կարծում եմ, որ հարցազրույցները հաջորդիվ կդարձնեք ամենաակտիվ պատգամավորների։ Չէ, նկատի ունեմ ելույթների առումով, մշտապես դուք ելույթներ ունեք, բայց վերջին շրջանում շատ պասիվ եք, սա հնարավոր է ձեր դիրքերը թույլատնի նախընտրական ցուցակի ընտրությունների ժամանակ։ Ես անում եմ այն, ինչ այդ պահին հարմար եմ գտնում եւ առանձնահատուկ որևէ բան չեմ անում նախընտրական ցուցակի դիրքերը բարձր հորիզոնականներում տեսնելու համար, որովհետեւ նման նկրտումներ չունեմ, բայց կարծում եմ, որ իմ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մյուս կուսակցականները իմ գործընկերները կկատարեն ճիշտ եւ մտածված ընտրություն անկախ նրանից ինչ որ հորիզոնական։ Իսկ այսպես շատ գլոբալ փոփոխություններ ցուցակում կլինեն, հնարավոր է պիտի անդամներ լինեն կարկառան, ովքեր դուրս մնան ցուցակում։ Որևէ բան չի բացառվում եւ որևէ կանխատեսում անել չենք կարող, որովհետեւ 1000-ից ավելի պատվիրակներ են այդ ընտրությանը մասնակցելու, նրանցից յուրաքանչյուրը ունի իր տեսակետը, իր մոտեցումը, իր ճաշակը, իր պատկերացումները ցուցակի վերաբերյալ։ Եվ վերջում Տիկին Բադալյան շատ ձեր թիմակիցներ, ովքեր են հիմնական դեմքերից են, փաստորեն դուրս մնացին ցուցակից։ Մի մասին մերժեցին տեխնացիոն, մի մասն էլ իրենց կամքով չներկայացրեցին։ Խոսք օրինակ Հայկ Սարգսյանի, Հակոբ Արշակյանի մասին է, ու հատկապես Հայկ Սարգսյանի հետ կապված այդպես ավելի շատ են։ Անգամ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ ինչ-որ քրեական գործընթացներ սկսեն։ Այս խմորումների վերաբերյալ ինչից սկսվեց, որն է պատճառը կուսակցական։ Չեմ հետևում այդ խմորումներին, մի շարք գործընկերներ իհարկե ցուցակում ցանկություն չեն հայտնել տեղ գտնելու, բայց նրանք ակտիվորեն մասնակցում են կուսակցության աշխատանքներին, երկրի առաջընթացի եւ զարգացման հետ կապված մեծ ներդրումներ ունեն, մյուս գործընկերների միջանցային հարաբերությունների մեջ փորձում եմ առանձնապես շատ այսպես չխորանալ, հուսալով, որ ամեն ինչ կկարգավորվի ընթացքում։